ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 7-ին հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, քննարկելու Գազայի եւ Իրանի հետ կապված հարցերը։ Թրամփը կոչ է արել Համասին ընդունել Իսրայելի հետ Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկված 60-օրյա հրադադարը։ Ըստ հայտարարությունների, Իսրայելը համաձայնել է պայմաններին։ Ի ներկայացուցիչները Գազայի հարցով այսօր երկար եւ արդյունավետ հանդիպում ունեցան Իսրայելի հետ։ Իսրայելը համաձայնել է անհրաժեշտ պայմաններին վերջնականացնելու 60-օրյա զինադադարը, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ վերջ դնելու պատերազմին։ Կատարցիները եւ եգիպտոսցիները, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը։ Հույս ունեմ, որ Շահ Մերձավոր Արևելքի Համասը կընդունի այս գործարքը, քանի որ ավելի լավ առաջարկ չի լինի։ Իրավիճակը միայն կվատթարանա։ Թրամփի գրառմանը անդրադարձել է նաև Իլոն Մասկը։ Տուր վարկ այնտեղ, որտեղ վարկ է հասնում։ Դոնալդ Թրամփը հաջողությամբ կարգավորել է աշխարհում մի քանի կարևոր հակամարտություններ։ Մինչդեռ Գազայում իրավիճակը մնում է լարված։ Հուլիսի 1-ին իսրայելական հարվածները Գազայում հանգեցրել են առնվազն 60 մարդու մահվան։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 56000 պաղեստինցի։ Գազայի 2.3 միլիոն բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղահանվել է։ Բնակելի թաղամասերն ավերվել են, իսկ հումանիտար օգնության մատակարարումը դադարեցվել, ինչը խորացրել է սովը եւ ճգնաժամը։ Գազայում Համասի ձեռքին դեռ 50 պատանդ կա։ Նրանց մի մասը ենթադրաբար ողջ է։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ առաջնահերթությունը պատանդների ազատ արձակումն է։ Նեթանյահուի խորհրդական Ռոն Դերմերը Վաշինգտոնում է, նախապատրաստելու նրա հանդիպումներն ու բանակցությունները։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։